Ողջույն Բուն TV-ի հարգելի, սիրելի, շատ սպասված մարզասեր հեռուստադիտող։ Ես կարող եմ ասել մեղմ, որ շատ էի սպասում, ոչ թե ինքս ինձ որպեսզի եթերում տեսնեմ, այլ ուզում եմ այս հաղորդման ֆորմատը վերադառնար, քանի որ կուտակված մարզական իրադարձություններն ու այն ամեն ինչ տեղի է ունեցել այս ընթացքում իր տեսակի մեջ այնքան հետաքրքիր էր, այնքան կարևոր հայկական սպորտի ու հատկապես ֆուտբոլասեր հանրության համար, որ դրանց չանդրադառնալ այդ մասին չխոսալը մի տեսակ ոնց որ թողնում ես կարևորը գնա ինչ որ ուղղությամբ անվերադարձ որոշ դեպքերում, քանի որ այդ շրջանում մենք եթեր չունենք, փաստացի վերադարձել ենք ամառային արձակուրդներից, ամառային արձակուրդից թե ոնց եմ անցկացրել այդ մասին չենք խոսի, ձեզ հետ Ղազարյան Գևորգն է ու մենք խոսելու ենք նախ եւ առաջ հայկական ֆուտբոլի Հայաստանի առաջացան մասին, որը շաբաթներ առաջ է մեկնարկել, դե իսկ հավաքականի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հատկապես մենք բաց թողնել չենք կարող, այնպես որ նախաբանի համար թերևս այսքանը ու շտապենք առաջ անցնել, որպեսզի բոլոր թեմաների համար հատկացված ժամանակ ունենանք։ Անցած հանգստյան օրերին Fast Premier League-ում մեկնարկեց 6-րդ տուրը, այնպես չէ, որ մեր առաջնությունը, որտեղ որ հետաձգված հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին, բոլորն են, որ հասցրել են իրենց բոլոր 6 հանդիպումներն էլ անցկացնել, դրանք ընդամենը 4-ն են։ Եվ այդ շարքում առանձնանում էր Ուրարտուն, որը Եվրագավաթային իր անհաջող շրջանը մեկնարկելուց ու ավարտելուց հետո միանգամից ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց առաջնության վրա եւ սահուն ընթանում էր առաջին հորիզոնականով։ Փաստացի 6-րդ տուրը ինչ որ չափով սահմանագիծ էր այն ակումբների միջև, ովքեր որ այդ պահի դրությամբ առաջատարների թվում էին ու առասարակ մեր վերջին շրջանի, վերջին տարիների ակնհայտ այսպես լիդերների հնարավոր հաղթողի տեխնացուների միջև պայքարը հերավար մոտեցավ եւ մեկ ստադիոնի շրջանակներում պետք է 4 միանգամից ակումբներ, մասնավորապես Նոան եւ Փյունիկը Աբովյանում եւ արդեն Ուրարտուի դաշտում Ուրարտուն սեփական արկիտակ ընդունեց Արարատ Արմենիային։ Այդ առումով շատ հետաքրքիր տուր էր, երկուսն էլ միաժամանակ մեկնարկեցին, երկու հանդիպումներն էլ եւ ինչ տեղի ունեցավ, ասենց մի տեսակ հերակա, բայց սինխրոնացել էին թիմերը։ Առաջինը բացում է նոմինալ ասենց ասեմ հաղթողի հավակնորդը, լավ, կամ չգիտեմ, այնտեղ բացեց Նոան առաջինը հաշիվը, այստեղ Արարատ Արմենիան, հետո հավասարություն, հետո նորից առաջ են անցնում հաշվի մեջ Նոան եւ Արարատ Արմենիան եւ վերջում կրկնապատկում են իրենց առավելությունը 3-1, այստեղ սցենարային մի գծի տարբերություն մենակ եղավ, երբ որ վերջում Ուրարտուն կարողացավ նորից կրճատել հաշվի տարբերությունը, որքան էլ որ կա նմանություն այս երկու դիմակայությունների միջև, այդքան էլ կան որոշակի տարբերություններ։ Խոսենք հենց այդ տարբերությունների ու մասնավորապես Ուրարտու Արարատ Արմենիա դիմակայության մասին, քանի որ ես ներկա եմ գտնվել հենց այդ խաղին։ Փաստացի Ուրարտուն ամբողջ հանդիպման ընթացքում, եթե հատվածաբար որոշ տեղերում մի քանի րոպեի ընթացքում ոչ թե առավելություն էր ստանում, այլ կարողանում էր գոնե գնդակ պահել եւ ինչ որ մտածված գրոհներ ձեռնարկել ու կազմակերպել, եթե այդ ամենը մի պահ դնում ենք մի կողմ, ապա փաստացի Արարատ Արմենիան դոմինանտ խաղ էր խաղում եւ հիմնականում երբ նա գնդակով է կարողանում է ճնշել, հատկապես պետք է ընդգծել այն հանգամանքը, թե ինչպես էր Արարատ Արմենիան փորձում ճնշել դարպասապային եւ պաշտպանության ֆուտբոլիստներին եւ ոչ միշտ որ Ուրարտուն կարողանում էր այդ ճշման տակից դուրս գալ եւ գնդակ պահել պարզապես գրոհի հենց ամենաառաջին փուլում, երբ որ պետք է պարզապես գնդակը խաղարկել եւ հասցնել մինչեւ միջին գիծ այդ բարձր պրեսինգը ոչ մեկ անգամ օգնեց Արարատ Արմենիային։ Հիանալի պահեր ունեցավ հատկապես Արայիկ Էլոյանը, որը վերադարձել է Արարատ Արմենիա, արդեն մի քանի խաղ ոչ միայն անցկացրել, այլ նաև 2 գոլի հեղինակ է հասցրել դառնալ, նա շատ լավ հնարավորություններ ունեցավ, դրանցից մեկում նաև կարող էր հարվածել փոխանցում կատարեց Կարեն Մուրադյանին,
սակայն Կարեն Մուրադյանի առաջին եւ երկրորդ հարվածներից հետո էլ Ուրարտուն հրաշքով կարողացավ փրկվել փաստացի պահերը, եթե առանձնացնենք, Արարատ Արմենիան իրոք մի քանի եւ ավել անգամ ավելի սուր ու իրական պահեր ունեցավ եւ հաշիվը չի արտացոլում այն թե ինչ տեղի ունեցավ դաշտում կարող էր դեռևս առաջին խաղակեսում մեծ հաշվով բոլոր հարցերի պատասխանները տրվեին եւ Արարատ Արմենիան հանդերձարան գնար այսպես հանգիստ եւ մտադրությամբ որ պարզապես ընդհանրումից հետո վերադառնալու ենք եւ այս 45 րոպեները այնպես անենք որ շուտ անցնեն մենք էլ մեր 3 միավորը Ուրարտուից վերցնենք եւ վերադառնանք հետաքրքիր եւս մեկ հանգամանք մեր ոչ բոլոր ակումբները ունեն սեփական ավտոբուս, որոնք որ զարդարված են սեփական ակումբի նշաններով եւ այդ շարքին ավելացավ նաեւ Արարատ Արմենիան հանդիպումը փաստացի ստացվում է Ուրարտուի հետ հենց արտագնա հանդիպումը նրանց այդ նոր ակումբային բրենդինգով ավտոբուսի համար առաջինն էր եւ նրանք հենց այդ մեքենայով ժամանեցին հարավ-արևմտյան թաղամաս խաղացին հաղթեցին խաղի վերջում գլխավոր մարզիչը Արարատ Արմենիայի նորանշանակ հիշեցնեմ որ նախորդ մրցաշրջանում Հայաստանի կրկնակի չեմպիոններին գլխավորում էր Վարդան Մինասյանը մրցաշրջանը ավարտվեց եւ Եվրագավաթային այդ խաղերից առաջ արդեն նոր նշանակում եղավ Պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան միացավ թիմին եւ նա խաղից հետո ընդգծեց հենց այն ամենը ինչ ես ասացի ընդգծեց որ պետք է պահերը կարողանանք իրացնել նաեւ այն մասին որ հավատում է Արայիկ Էլոյանին նա ունի որակներ պահերը ստեղծում պետք է փորձի իրեն նաեւ գտնի առանց գնդակի խաղի ժամանակ պետք է իր տեղը ավելի լավ հասկանա դաշտում ես այդ ամենը իրեն միայն կօգնեն որպեսզի ինքը ավելի լավ ու ավելի շատ կարողանա անել այն ինչ որ պետք է անել իսկ արձակման գծի ֆուտբոլիստ ինչպես գիտեք մեկ հիմնական գործ ունի եւ դա գոլեր խփելն է կստացվի նաեւ դա ընդգծեց Մանուել Տուլիպան վերջում էլ առանձնահատուկ հարկ համարեց որպեսի շեշտի այդ մասին հարց չկար հենց նա ինքը ընդգծեց որ երկրպագուների գործոնը իր համար շատ կարեւոր է եւ Ուրարտուի դաշտում այնպես է դա ասավորվել որ հյուրերի սեկտորը այդ հատվածը փոքրիկ արևմտյան տրիբունայի աջ հատվածում հենց ընկնում է հյուրերի պայստային նստարանի թիկունքում փաստացի Արարատ Արմենիան այդ տեսանկյունից շատ հարմարավետ էր տեղավորվել դաշտում սեփական երկրպագուների աջակցող բղավոցների երկերի ուղեկցությամբ մշտապես նրանք կարողանում էին տրամադրվել գոնեխային նվազագույնը դա Մանուել Տուլիպան զգացել էր իր վրա եւ հետ խաղային մամուլի ասուլիսում դա առանձնահատուկ ընդգծեց առասարակ տուրի մյուս հանդիպումների մասին եթե խոսենք երևի թե այս 6-րդ տուրը իր հետ բերեց եւ վերհիշեցրեց մրցավարների գոյության մասին փաստացի եթե ինչպես ընդունված է ասել մրցավարներին եթե չեն հիշում ուրեմն մրցավարները լավ են դատել այս տուրը մեկը մյուսի հետևից տենց վիճահարույց կիսավիճահարույց ինչ որ դեպքեր գրանցվեցին եւ դրանցից առաջինը հետնապահների միջև խաղում եղավ այնտեղ թրիլերային սցենար էր Շիրակն ու Արարատը երկու մեր անվանի հին ակումբները որոնք որ ոչ թե 21-րդ դարում են բացվել այլ դեռևս 20-րդ դարի կեսերին եւ այդ մի քիչ իհարկե չի սազում նրանց տեսնել մրցաշարի Նայողիսակի հետնամասում բայց ամեն դեպքում կա այն ինչ կա եւ Շիրակը դժվարին ու իրենց համար վստահ եմ շատ կարեւոր 3 միավոր այս խաղում նվաճեցին 4-2 հաշվով սակայն խաղում մի դրվագ եղավ որը կապված է Արարատի ստացած Կարմիր քարտի հետ 11 համարը Յայա Սոգոդոգոն երկու անգամ վիճելու ինչ որ բանավեճի մեջ մտնելու հա եթե տենց ձևակերպեմ դրվագ եղավ Շիրակի ֆուտբոլիստի հետ նույն եզրում որտեղ որ իրենք խաղում էին եւ այդ բանավեճը լեզվակռիվը խոսքակռիվը ինչ որ
պարտադրեց մրցավարին ցույց տալ դեղին քարտ, հետո եւս մեկ անգամ այստեղ չգիտեմ Վարդան Մանուկյանի քայլը տենց ինչով էր պայմանավորված, ավելի շատ թերևս կրքերը հանդարտեցնելու, բայց փաստացի ոնց որ ավելի շատ հենց նպաստեց, որ այդ միջանձնային կոնֆլիկտը ամբողջ հանդիպման ընթացքում կամ Սոգոդոգոյի մասնակցությունը ավելի, չգիտեմ, ընդգծվի, ոչ միշտ է որ այդ ճիշտ նախահարցակ լինելը եւ միանգամից պատժելը աշխատում է։ Այս դեպքում նաեւ Արարատ ակումբը իր սոցիալական մեդիայում առանձին հրապարակում ունեցավ այս թեմայով, առաջարկեցին գնահատել երկրպագուներին, թե որքանով են այդտեղ տեսնում ինչ որ դեղինի արժանի պատիժ, որը հետո երկրորդ անգամ պետք է պատժվեր, այստեղ արդեն խախտման համար եւ հանգեցներ կարմիր քարտի։ Այս խաղը շատ լարված էր մինչև վերջին պահ, երբ 90+ րոպեների ընթացքում արդեն Լևոն Մրյանը եւ Վարդան Թովմասյանը կարողացան եւս 2 գնդակ ուղարկել, յուրաքանչյուրը մեկական գնդակ ուղարկել Արարատի դարպասը եւ 4-2 հաշվով հաղթանակ ապահովել գյումրեցիների համար։ Սա Շիրակի այս մրցաշրջանում նվաճած առաջին 3 միավորն էր, մինչ այդ նրանք ունեին 2 ոչ ոքի, մեկական միավոր, ստացվում է նրանք հիմա այդպիսին ունեն 5 եւ 6 խաղից հետո ուզում եմ ասեմ ոչ վատ ցուցանիշ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով որ սեփական սաներով է խաղում Շիրակը, արդեն տևական ժամանակ հիմնականում համալրվում է յուրաքանչյուր մրցաշրջան կամ գարնանային, ցմերային եւ աշնանային ամառային դադարների ընթացքում Շիրակ 2-ից են միանում տղաները, շատ երիտասարդ սեփական կադրերով են խաղում եւ փաստացի բավարար անվանել չի կարելի, բայց ամեն դեպքում նրանք պայքար մղում են, դա հաստատ կարելի է այս փուլում ընդգծել։ Նույնքան միավոր ունի Վանը, սակայն 5 խաղի արդյունքում եւ տուրի թերևս մյուս ամենակարևոր հանդիպումը, դա քիչ առաջ այդ մասին խոսեցինք, պոտենցիալ առաջատարների, հիմա նրանք չես ասի, որ առաջատարների շարքում են, խոսքը 4-րդ եւ 5-րդ հորիզոնականում հանգրվանած Փյունիկի եւ Նոայի մասին է, սակայն այն պոտենցիալը, որը որ ունեն այս երկու ակումբները, հաշվի առնելով թե Նոան վերջին տարիների ընթացքում ոնց է փորձում հայկական ակումբային ֆուտբոլում դոմինանտ տեղ ապահովել եւ ցույց տալ իր հնարավորությունները, այդ առումով իհարկե աչքի էր ընկնում նաեւ այս դիմակայությունը Նոա Փյունիկ եւ եթե մենք սցենարային առումով ընթացքի մասին խոսեցինք, ինչպես ընթացավ, համեմատությամբ Ուրարտու Արարատ Արմենիայի, փաստացի այստեղ երկրորդ պատասխան գնդակը չկարացավ Փյունիկը խփել, առաջին գոլը պատասխան խփել էր Գևորգ Տարախչյանը եւ 3-1 եւս մեկ ինքնագոլ է այստեղ գրանցվել Դանիել Աղբալյանի կողմից եւ փաստացի Նոան իր միավորների պաշարը հասցնում է 9-ին, նրանք նաև մեկ պարտություն ունեն եւ մենք նրան տեսնում ենք 5-րդ հորիզոնականում, ինչպես եւ Արարատ Արմենիան, նրանք միայն 4 հանդիպում են անցկացրել, վերհիշեցնեմ, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Արարատ Արմենիան եւ Նոան ամենաերկարն էին, որ մասնակցում էին, իսկ Նոան առհասարակ շարունակում է մասնակցել Եվրագավաթային այս մրցաշրջանին, այդ ընթացքում մի շարք դիմակայություններ հետաձգվեցին, այդ շարքում իդեպ երկրորդ տուրի Ալաշկերտի հետ հանդիպումը հենց նշանակված է այս ամիս, եթե չեմ սխալվում, ամսի 20-ին տեղի ունենալիք Նոայի հետ շատ կարևոր առաջնության տեսանկյունից գերկարևոր Արարատ Արմենիայի համար տնային հանդիպումից հետո հենց նաև Արարատ Արմենիային սպասում է նաև դիմակայություն ընդդեմ Ալաշկերտի, որը հիշեցնում եմ, այդ հետաձգված երկու հանդիպումներից մեկն էր։ Իդեպ Նոայի համար առանձնահատուկ եւս մեկ կարևոր հանգամանք կա Աբովյանի մարզահամալիրի այս խաղը նրանց համար վերջինն էր, այդ թեմայով նաև գրառումներ տեսա սոցիալական մեդիայում Նոայի աշխատակիցների կողմից, կարևորություն ընդգծվեց իհարկե վերջին տարիների ընթացքում կարևոր ճանապարհ է Նոան Աբովյանում
անցել եւ այս տեսանկյունից եթե մյուս հանդիպումներին առանձնահատուկ ուշադրություն չդարձնենք, պարզապես անցնենք հաշիվներով, Գանտասարը նվազագույն հաշվով 1-0 հաշվով հաղթեց Վանին, Ալաշկերտը Վայ Գևորգյանի գլխավորությամբ վերահաստատում եւ ընդգծում է այն, որ այս մրցաշրջանում գլխավոր բացահայտումներից մեկն է լինելու, բայց ոչ նրանց համար, ովքեր որ գիտեն, թե ինչ է նշանակում Վայ Գևորգյանի կողմից գլխավորած թիմերը իրենք պոտենցիալով ունեն լինելու իրավունք այն լիդերների եւ առաջատարների շարքում հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ալաշկերտը կարողացավ պարտության մատնել Նոային, միանշանակ է, որ Ալաշկերտը չեմպիոնական պայքարին մասնակցելու է եւ այդ պայքարը հաստատ թեժ է լինելու այս մրցաշրջանի ընթացքում շատ երկրպագուներ, ովքեր որ կցանկանային մեր օրինակ այս եթերը, որպեսզի սկսվեր հայավակականի մասին խոսքով հավաքականի վերջին երկու հանդիպումների քննարկումով ասեմ ամեն դեպքում որ մեր հավաքականը իր կորիզը իր առանցքային ֆուտբոլիստների մի ամբողջ տենց զանգված հենց Հայաստանի առաջնությունից է եւ իմ համար հատկապես այս տուրը չափազանց հետաքրքիր էր դիտել գնահատելու համար թե ինչ է տեղի ունենում վերջի վերջո 6-րդ տուրն է եւ արդեն նախնական շրջանը համակերպվելու առաջնությունը մեկնարկելու այդ մեկնարկային բարդ բառ պետք է փնտրեմ բացատրելու համար թե Հայաստանում հաճախ ինչպես են փորձում այդ ինտեգրվել, մեկնարկային տուրերում շատ հաճախ մեր ակումբները ամբողջությամբ կոմպլեկտավորված դուրս չեն գալիս դաշտ եւ ամբողջ աշնանային հատվածը ստացվում է ինչ որ ինտրո դեպի գարնանային հատված, երբ որ արդեն բոլորը կարծես թե վերջնականապես կոմպլեկտավորվել են, վերջնականապես հասկացել են իրենց տեղը մրցաշարային աղյուսակում եւ իրենց նպատակները եւ այդ տեսանկյունից այս առաջին հատվածի հենց մեկնարկը շատ կարեւոր է հենց դրանով պայմանավորված ես որոշեցի մեր այս վերադարձի առաջին թողարկումը սկսել հենց Հայաստանի առաջնության մասին խոսքով շատ հետաքրքիր է կրկնում եմ հաջորդ տուրը 7-րդ տուրը մեզ պարգևելու է գերհետաքրքիր դիմակայություն Արարատ Արմենիան Ավանի ակադեմիայում ընդունելու է Նոային Նոան, որը նոր խորվատ մասնագետի գլխավորությամբ ոչ այդքան ստաբիլ մեկնարկ ու ընթացք տվեց Եվրագավաթներում, փաստացի նրանք Հայաստանի առաջնությունում արդեն միավորներ կորցրել են, արդեն հավասար խաղերի պայմաններում հերրակա այսպես պայքարում պոտենցիալով, որ կարող են վաստակել այդ երեքական միավորները, նրանք զիջում են Արարատ Արմենիան եւ այստեղ էլ շատ կարևոր նախնական, բայց հարցի պատասխան տրվելու է ով է աշնանային հատվածում բարձրանալու առաջին հորիզոնական կրկնում եմ ես այդպիսի 3 թիմ եմ տեսնում Ալաշկերտը որը արդեն 12 միավորով 5 խաղից հետո առաջին հորիզոնականում է Արարատ Արմենիան որը արդեն նախորդ օրվա այս հաղթանակից հետո 10 միավորով բարձրացել է երկրորդ տեղ թե Նոան որը մյուս ակումբների հետ միասին հիմա արդեն այսպես մոտենում է առաջատար եռյակին եւ 9 միավորով 4-րդ տեղում է Թերևս այսքանը Հայաստանի առաջնության մասին ասեմ որ հետաքրքիր է քիչ կասեմ եւ միակ ցանկությունս է բարբերաբար որին մենք անդրադառնում ենք մեր տարբեր եթերաշրջանների ընթացքում Երևի թե ուղղված է երկրպագուներին խոսքս նրանց համար է որ բարբերաբար գան աջակցեն օգնեն քանի որ այն բոլոր ֆուտբոլիստները որին մենք այդքան ջերմորեն փորձում ենք աջակցել օգնել հանրապետական ստադիոնում հավաքականի խաղերի ժամանակ դրանց առյուծի բաժինը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում տարբեր թիմերում կարող եք ընտրել ձեր լոկալ թաղամասի ամենալավ ակումբին, որին կցանկանայիք աջակցել, կարող եք ընտրել այլ քաղաքի թիմ եւ երկրպագել։ Այնպես որ մեր առաջնությունը թափ է հավաքել, դա առնում է ել ավելի հետաքրքիր եւ գալիք 7-րդ տուրը մեզ պարգևելու է այս հատվածի, աշտանային հատվածի թերևս ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը Ավան ակադեմիայում Արարատ Արմենիան Նոա մեկնարկը ժամը 7-ին է, եկեք աջակցելու։ Ես պարզապես վստահ եմ, որ ստադիոնը լինելու է լեփ-լեցուն 1460 քանի տեղ է, բայց վստահ եմ, որ բոլոր տեղերը տերեր ունենալու են, իսկ բոլոր նրանք, ովքեր որ տեղ չեն ունենա, կարող են արդեն ազատ բաց հեռարձակմամբ դիտել այն
սոցիալական մեդիայում եւ հատկապես YouTube-ում։ Շարունակենք մեր եթերը, չէ որ մեզ սպասվում է շատ սպասված հետաքրքիր քննարկում հավաքականի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Դրանք մեկը չեն, երկուսը չեն, ես կմտածեմ քանիսն են։ Շարունակենք։ 2026 թվականը աշխարհի ֆուտբոլի առաջնության սիրահարների համար կարևոր տարի է։ Անցնում է 4 տարի եւ ժամանակն է գալիս, երբ բոլոր նրանք, ովքեր որ երբևիցե 4 տարվա ընթացքում գեթ մեկ ֆուտբոլային հանդիպում չեն դիտելու, սկսում են նայել ֆուտբոլ։ Մեքսիկան, ԱՄՆ-ն եւ Կանադան ընդունելու են աշխարհի առաջնությունը, մասնավորապես ԱՄՆ-ն, քանի որ նրանց է բաժին ասել ամենաշատը հանդիպումներ ընդունելու սպասարկը, ամենավճռորոշ հանդիպումները նաև տեղի ունենալու այնտեղ, այդ առումով շատ կարևոր մրցաշար է, հաշվի առնելով նաև վերջին շրջանում այդ երկրների միջև հարաբերությունները, բայց քաղաքականության դաշտ մենք չմտնենք, մնանք սպորտում ու մասնավորապես ֆուտբոլում։ Եվրոպական գոտում մեկնարկել է որակավորման փուլը, այստեղ մենք ունենք 12 խումբ, եւս 4 ուղեգիր արդեն իրար միջև շատ բարդ մեխանիզմով կվիճարկեն երկրորդ հորիզոնականները, բռնած սակումները, հետո արդեն այլ ավելի բարդ սիստեմով կընտրվի ազգերի լիգայում ինչ որ հորիզոնական պրոմոութ եղած կամ ինչ որ մի խմբից իր տեղը զիջած հավաքական, որը կմիանա այս խմբային որակավորման փուլի 12 երկրորդ տեղը գրաված թիմերին իրար միջև կխաղան եւ կվիճարկեն եւս 4 ուղեգիր, այսինքն եվրոպական գոտուց աշխարհի առաջնություն է գնում միանգամից 16 հավաքական, պատկերացրեք, երբևիցե այդքան շատ եվրոպական հավաքականներ չեն մասնակցել առաջնությանը, մի օր է գալու, երբ ամբողջ Եվրոպան է պարզապես մասնակցելու, գաճաճ պետություններին առանձին տես տեղ կտան, մի հատ փոքրիկ գնդակ կասեն դուք այստեղ խաղացեք, իսկ մնացած բոլորը այսպես սահուն ճանապարհ կա արդեն դեպի մեծ մրցաշար։ Դե ինչ մեզ համար ավելի լավ, այսինքն մեր ապագայում մեր հնարավորություններն են այդ կերպ մեծանում, բայց ապագայում այդ հնարավորությունը օգտագործելու համար մենք այս ներկայում պետք է ինչ-որ հստակ քայլեր անենք եւ այդ հստակ քայլերը կարծես թե տեղի են ունենում, սակայն ես շտապ եմ հավատացնել, որ չեն պատկանում այն մարդկանց շարքին, ովքեր որ մեկ հաղթանակից հետո միանգամից իրենց աչքի առաջ ունենալով մրցաշարային աղյուսակը 3 միավորը երկրորդ հորիզոնականը արդեն ոտքերը գետնից կտրել է եւ պատկերացնում է մեզ աշխարհի առաջնությունում։ Չէ, ընդհանրապես այդ մասին չէ խոսքը։ Եվ ես շտապ եմ բոլորիդ զսպվածության կոչ անել, խնդրել, որ մոռանաք եւ առասարակ չնայեք, թե որյորդ տեղում ենք մենք գտնվում։ Եվ համաձայն դրա, որպես ելակետ դա չընդունեք։ Ինչու՞։ Որովհետև Իռլանդիայի դեմ տոնած 2-1 հաշվով հաղթանակը, որը ի դեպ կարող էր ավելի խոշոր հաշվով լինել։ Ես կարծում եմ, որ նվազագույնը 3-1, 4-1 կարող էր լինել։ Մենք կարող էինք ապահովել այդ գնդակների մեծ տարբերությունը։ Ի դեպ նաև ցանկալի էր հաշվի առնելով, թե որքան էինք մենք բաց թողել, թե այս խմբի, թե առհասարակ ֆուտբոլային աշխարհի համար գալիք տարվա գլխավոր հավակնորդներից մեկն է միանշանակ լինելու Պորտուգալիայի ընտրանին եւ նորից ընդգծեմ, հա այդ խոշոր հաշվով պարտությունից հետո հարկավոր էր նաև գնդակների տարբերությունը ինչ որ մի քիչ շտկել։ Առհասարակ ցանկալի չէր գնդակ բաց թողել եւ այս գոլը, որը մենք բաց թողեցինք իռլանդացիներից, տենց մի քիչ տրամաբանությունից դուրս էր 30-ից ավել հանդիպում վերջին շրջանում իրար հետևից մենք անընդհատ մեր դարպասում գնդակ ենք տեսնում եւ 4 հանդիպման կարոտ ենք մնացել։ Այս խաղը կարող էր լինել նմանը չեղավ, բայց տևական գրեթե 1 տարվա դադարից հետո մենք սեփական արկի տակ տոնեցինք հաղթանակ, նման մեկը գրանցվել էր հիմա հիշողությունս լարեմ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին, այո, գիտեք ինչու հիշեցի, որովհետև սեպտեմբերի 7-ին իմ ծնունդն էր։ Բայց լավ, երևի թե այս գլոբալ նախասահմանված մեր սպասումների, ակնկալիքների շրջանակներից իջնենք հողի վրա եւ քննարկենք, թե ինչ տեղի ունեցավ հանրապետականի հողի վրա, որ այդքան էլ լավ տեսք չուներ։ Առաջինը այդ ոչ այդքան պատրաստ տեսքով մարզադաշտը ընդունեց աշխարհի հեգեմոն ֆուտբոլ խաղացող ամենատաղանդավոր ֆուտբոլիստներով համալրված մի քանի կազմ ունեցող, ով վնասված կստանա իրեն արժանի 1-2 ֆուտբոլիստ ունեցող Պորտուգալիայի ընտրանուն։
հանդիպումը ուներ մեկ գլոբալ մեծ խնդիր։ Դաշտում ուներ մեկ գլոբալ մեծ խնդիր, դա այն գերագույն հարգանքն էր, որը կար ընդդեմ մրցակցի մեր հավաքականի տղաների մոտ։ Այսինքն մեր տղաները դաշտում պորտուգալացիներին ընկալում էին որպես այդ բառով եմ ուզում ցանկանում ասել, իկոնաներ, հա։ Նրանց հպվել չի կարելի, նրանց պետք է միշտ ճպտալ, լինել հարգալից, մոտենալ ինչպես ավակի, անգամ եթե տարիքով զիջում ես, իսկ նրանք առանձնապես տարիքով տարբերություն այդքան էլ մեծ չէ, հավատացնում եմ։ Նրանք բոլորը զմայլված նայում են նրանցից ամենաավակին, ով 40-ամյա մի հսկա ֆուտբոլային տիտան, ինչպես ասում էր մեր ավակ սերնդի մեկնաբաններից մեկը, եւ դա հասկանում եմ, այո, այդ հարգանքը ես ընկալում եմ, բայց դաշտից դուրս տղաներ։ Դաշտից դուրս նրանց կարելի է հարգել ինչքան հարկն է, ով ինչքան ցանկանում է, որքան ցանկանում է եւ որտեղ ցանկանում է։ Խաղի ժամանակ կրկնությունները դիտելիս հասկանում եմ, որ ամեն օր դուք Instagram-ը, YouTube-ը, Facebook-ը թերթում եք այդ շորթերը, դիտում եք, ռիլերը դիտում եք, տեսնում եք նրանց լավագույն դրվագները, ֆանտաստիկ երաժշտական ինչ-որ ուղեկցությամբ, բայց դաշտում պետք է փորձել ֆիզիկապես նրանց ճնշել եւ ցույց տալ, որ այո, մենք ամեն օր այս հեռախոսների վրա ձեզ նայում ենք, բայց այ դաշտում հարգելիս, արի տես, ես քո ոտքերին հարվածելու եմ, ես քեզ հրելու եմ, ես քեզ բռնելու եմ եւ թույլ չեմ տալու, որ դու հատես կենտրոնի գիծը կամ յուրաքանչյուր գիծ, ինչ հնարավոր է հանրապետականում տեսնել։ Պարզվեց մեր տղաները այդպես մի պա մոռացել էին, որ հանդիպումը սկսվել է, ամեն անգամ գիտեք այս մասին երբ խոսում եմ, հիշում եմ այն դրվագը, երբ Էդուարդ Սպերցյանը ժպիտը դեմքին անկյունայինի խաղարկման ժամանակ կանգնել էր Ռոնալդոյի կողքին եւ սենց ինչ-որ մեղմ շոյում էր, չեմ ուզում ասել դաժանություն, բայց կոշտություն է հարկավոր։ Պետք է Ռոնալդոն հասկանա, որ իր տեղը չէ Տուգանային հրապարակը, դուրս պետք է գալ։ Նրա դեմքին ժպիտից բացի կատաղություն եւս պետք էր տեսնել, դա չտեսանք։ Եվ դա գլխավոր հիասթափությունն էր, եթե մենք խոսում ենք դաշտի մասին։ Եվս մեծ հիասթափություն կա կապված տրիբունաների հետ, գիտեք, պատկերացրեք դուք ձեր բակում տեսնում եք ձեր երեխան խաղում է հարևան թաղամասի կողքի շենքի բակի երեխաների հետ։ Եվ կողքի շենքի բակի երեխաներից մեկը ի դեպ ձեր թաղամասում հայտնի ֆուտբոլիստ է։ Եկել են ձեր բակի երեխաների հետ խաղան։ Նրանք 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը խփում ուղարկում են, դուք էլ նայում եք ձեր երեխային, տեսնում եք թե նա ոնց է գլուխը կորցրած, այնպես տխուր ինչ որ վազում, հերթական գոլը, մյուսը, երրորդը, չորրորդը։ Եվ չնայած ձեր երեխան մեկ-մեկ նայում է ձեր ուղղությամբ, դուք տենց արհամարական sense դե հատ քեզնից ինչ տաղանդ, քեզնից ինչ ֆուտբոլիստ տղա ջան հələ նայի ձեր հարևան թաղամասի տղային ու նրա զինակիցներին։ Այն նրանց ես կերկրպագեմ։ Ու իմ տղան այնտեղ տարապում է, տանջվում է, ես երկրպագում եմ իմ հարևան թաղամասի տղաներին, ովքեր որ ուղղակիորեն ոչնչացնում են։ Իմ տղային, իմ տղայի ընկերներին։ Այլ ալեգորիա, այլ համեմատություն ես չեմ կարող անցկացնել։ Երբ որ գալիս է 14000 պլյուս երկրպագու եւ նրանց հալալ կեսը Պորտուգալիայի շապիկով հպարտ նստած են, յուրաքանչյուրն իր երեխային բերել է այսօր գալու ենք տեսնենք Ռոնալդոին եւ նրա ընկերներին։ Ինչի ասքան չէ։ Պատկերացնում եմ մի ամբողջ ամիս, անգամ ավել երևի թե այդ ընտանիքը պատրաստվել է, տրամադրվել է, մտածել է ինչպես պետք է դիմավորի, ինչ պետք է գոռա Ռոնալդոյի ուղղությամբ։ Մի աղջիկ, ես կրկնապատկերներից մեկի ժամանակ չեք պատկերացնում, sense հիացական բերկրանքի մեջ տոնում էր իր ընկերուհիների հետ միասին, ինչպես է Ռոնալդոն գալիս տրիբունայի մոտ եւ հերթական այդ գոլից հետո տոնում իր հաղթանակը։ Հայրենասիրություն, հայրենիք, երկիր, հավաքական, այս դեպքում ընդհանրապես չգիտեմ էլ ինչի մասին խոսեմ։ Մի փոքր հեգնական, բայց sense ուզում եմ անգամ փորձեմ հասկանալ եւ կիսել նրա ուրախությունը sense։ Բայց ամեն անգամ հիշում եմ այդ գոլը ում դարպասներ ճիշտ ասած ուղարկել եւ այդ ուրախությունը միանգամից իմ դեմքից անետանում է։ Ես չեմ կարող երկրպագել, ես Մեսսի երկրպագու եմ, Մեսսին գա Հայաստան, Մեսսին իմ թշնամին է, հասկանում եք, այդ սահմանը հատեցիր, մանավանդ մտար դու արդեն դաշտ, մրցավարը սուլել է, ինչ Մեսսի, ինչ Մարադոնա,
Քաղաքականն է խաղում, վերջի մենք ապրում ենք այս երկրում ու եթե տարական խաղի ժամանակ մենք չենք կարողանում տրամադրվել ցույց տալ, որ մենք երկրպագում ենք, այս երկրին կարևորություն ենք տալիս, այս անգամ եթե այդ հավաքականը պարտվում է, լավ սիմվոլիկ կարելի է ավելի լավ դիմավորել սեփական հավաքականի տղաներին, այլ կերպ, այլ ձև, այլ իրականությունում մենք այդ այլում չենք ապրում, այլ տիեզերքում չենք ապրում եւ ես չեմ կարող ընկալել այդ երկրպագույն ինչ երկրպագուն կոչում է այդ մարդու եկել է լավ օքեյ ցավոք սրտի այդ նույն մարդիկ անգամ այս հաղորդումը չեն դիտում հասկանում եք չէ նրանք տուրիստներ են այստեղ այս դիմակայությունում նրանք պարզապես այլ իրականությունից ընկել են այստեղ որովհետև այստեղ իդեմած սիրուն պուպուշ տղա է գալու եւ ցույց տալու իր մկանները նա ընդունված սեքս սիմվոլ է գալու է Հայաստան պետք է գնալ նայել ինչպես պետք է նայել Արկադի Դումիկյանի համերգը ինչպես պետք է պարզապես գնալ հանրապետական եւ խոտը փչացնելու գնով դիտել Ջենիֆեր Լոպեսին չնայած Ջենիֆեր Լոպեսին այս տարիքում կարծում եմ մի հատ հատված պետք է դիտել այլ բան այնտեղ չկա դիտելու եւ նման մարդիկ այս իրականությունը մեր առանձնապես չեն կիսում եւ ցավոք սրտի այս երկար խոսքը որ ես արտասանեցի ու ասացի որ կուտակվել էին ին մեջ դուք եք հասկանում որ հատվածաբար կիսատ պրատ ինչ որ մի տեղից նրանք չեն դիտելու ու առանձնապես չեն էլ հասկանալու ինչի մասին է խոսքը չէ որ իրանք ու իրանց երեխաները մանկության երազանք ունեին դիտելու Քրիստիանո Ռոնալդոին դիտեցիք շնորհակալություն դե ստեսություն գնացեք զբաղվեք ինչով որ զբաղվում եք իսկ այս եթերը մենք թողենք արդեն այն նորմալ իրական երկրպագուներին ու խոսենք արդեն մի քանի օր անց տեղի ունեցած մյուս դիմակայության մասին, որտեղ որ մեզ համար արդեն կարելի ասել ավանդաբար շատ կարևոր մի մրցակից էինք մենք ստացել, ես պետք է ասեմ, որ ինչ որ մի տարուց սկսած ամեն հաջորդ անգամ երբ մենք հանդիպում ենք, մենք պետք է ու պարտավոր է հաղթենք։ Այդ հավաքականը Իռլանդիան է եւ ես քիչ անց կբացատրեմ թե ինչու է այդպես։ Իռլանդիայի հավաքականի հետ մեր նախորդ փորձերում մենք խաչվել ենք 2 անգամ։ Այսինքն ստացվում է իրար միջև անցկացրել ենք 4 հանդիպում։ Նվազագույն հաշվով մենք տոնել ենք հաղթանակ միայն 1 անգամ, 3 անգամ նախկինում պարտվել ենք։ Մշտապես եղել ենք նրանց համար բարդ մրցակից։ Այսինքն խոշոր հաշվով հաղթանակ նրանք երբևիցե մեր նկատմամբ չեն տարել, չնայած ավանդապես նրանք շատ ֆուտբոլային երկրների շարքին են պատկանել ու շարունակում են պատկանել։ Հիմա էլ Իռլանդիան թերևս իր ֆուտբոլային դպրոցով միջակ անգլիական ակումբների համար ֆուտբոլային ակադեմիաներից մեկն է, որտեղից նրանք ստանում են ֆուտբոլիստներ։ Այդպիսին է նաև Իռլանդիայի ներկայիս հավաքականը, որը գլխավորում է իդեպ իսլանդացի։ Այստեղ երևի թե ընտրությունը պարզապես կղզիաբնակ լինելու վրա է շեշտված եղել, բայց դա կատակ։ Եվ Իռլանդիայի հավաքականը հենց այն ընտրանին է, որը 2011 թվականին մեզ Ավիվա ստադիոնում շատ դրամատիկ խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց եւ մենք այն ժամանակ էլ ու մինչեւ հիմա էլ հավատացած ենք, որ Բերեզովսկին ձեռքով չի խաղացել եւ ռուսերեն մեկնաբանությամբ բոլորդ կարծում եմ այդ դրվագը հիշում եք այդ դառնությունը մնացել է եւ Իռլանդիայի դեմ մենք մշտապես խաղալու ենք կարծում եմ անգամ եթե 100 տարի անցնի բոլոր նրանք ովքեր ֆուտբոլ սիրում են հիշելու են 2011 թվականը այդ դառը պարտությունը եւ մեզ համար ես չեմ չափազանցնում Իռլանդիայի ընտրանին նույնքան պրինցիպիալ է որքան Թուրքիան որքան Վրաստանը եւ դա ես օրինակ փորձեցի իռլանդացիներից մեկին բացատրել նա հիշում էր այդ խաղը բայց նրա համար այդ կարեւորությունը այդպեսին չէր իդեպ նա անկալեց եւ ասեց ես գիտեմ այդ հարցի լուծում հարցրեցի որն է ասեց որ մի օր կմասնակցեք մեծ մրցաշարի եւ այդ դառնության զգացողությունը կանցնի եւ ես մի պահ տես գլուխս կորեցի մտածեցի դա երբ է տեղի ունենալու արդյոք մոտակա 100 տարիների ընթացքում այդ 100 տարին
գալիք բավարար կլինի, որպեսզի մենք այդուհանդերձ կարողանանք Եվրոպայի առաջացնում կամ աշխարհի առաջացնում տեղ գտնել։ Սա նմանատիպ հնարավորություններից մեկն է, բայց քանի որ ինքս ինձ չեմ ցանկանում հակասել, չեմ էլ ցանկանում հույս կապել, որ այս մրցաշրջանը որակավորման հենց այդպիսին է լինելու։ Մեր առջև մեկ այլ խնդիր է դրված, որպեսզի հոկտեմբերին տեղի ունենալիք երկրորդ հանդիպումը, առաջինը մենք Հունգարիայի հետ ենք անցկացնելու Հունգարիա Բուդապեշտում, երկրորդ հանդիպումը, որը մեզ վերադարձնելու է Դուբլին, մենք կարողանանք նվազագույնը իռլանդացիներին իրենց դաշտում պատժել։ Առաջինը ստացվեց եւ վերադառնանք ու խոսենք այդ խաղի մասին։ Պորտուգալիայի հետ դիմակայության համեմատությամբ մենք առաջին այդ հարցակման գծում տեսանք փոփոխություն շատ կարևոր, կարծում եմ, եւ Ռանոսը հայտնվեց մեկնարկային կազմում։ Այստեղ խաղի ընթացքը ստացվեց այնպես, որ մենք նախ եւ առաջ համեմատությամբ Իռլանդիայի գնդակին ավելի շատ ենք տիրել եւ ավելի շատ էին գնդակով խաղում։ Բայց հետաքրքիր է, որ կարողացան տղաները տրամադրվել խոշոր հաշվով պարտությունից հետո եւ հենց նման խաղ ցույցադրել։ Միաժամանակ պետք է ընդգծել, որ խաղի վրա հսկայական ազդեցություն գործեց Փիլոյանի փրկությունը։ Չանչարևիչը վատ դուրս եկավ, գնդակը հայտնվեց մրցակցի մոտ, հարված եւ այստեղ արդեն անձնազոհ խաղը միայն կարողացավ փրկել Հայաստանի հավաքականին։ Դրանից հետո հատկապես մեր պաշտպանության ֆուտբոլիստները, որոնք որ վերջին շրջանում վստահության հսկայական պակասի նշաններ չեն դրանք, պարզապես նրանց ճակատին գրված է, թևեր առան։ Գոնե այս անգամ Փիլոյանի լավ խաղը թևեր պարգևեց նրանց եւ փոքրիկ վստահություն եկավ, որ այդուհանդերձ մենք անհույս գիծ չենք այս հավաքականի 3-4 հիմնական գծերում եւ պաշտպանվել ստացվեց, հետո արդեն միջին գծի ֆուտբոլիստները եւ մեր հարձակման գծի տղաները կարողացան խաղն իրենց վրա վերցնել, մի քանի պահ իրար հետևից հնարավորություններ, անգամ դարպասաձողը փրկեց եւ բան ասավ նրան, որ միայն 11 մետրանոցը օգնեց մեզ, որ կարողանանք հաշիվը բացել շատ կարևոր ժամանակահատվածում առաջին խաղակեսի վերջնամաս պատկերացրեք, երբ արդեն դու տրամադրված ես վերջ, գնում ենք հանդերձարան, քննարկենք ինչ պետք է անել եւ դու կարողանում ես առաջին գնդակն ուղարկել մրցակցի դարպասը հոգեբանական առումով հսկայական առավելություն։ Հանդերձարանից վերադառնում ես միանգամից երկրորդը ել ավելի մեծ առավելություն եւ թվում էր թե հաշվի առնելով նաև պահերը, այն որ Իռլանդիան պետք է խաղա գնդակով, պետք է գնդակ պահի, իսկ դա իր ֆուտբոլը չէ, միշտ չէ որ նա այդպես է խաղում եւ կարողանում է հաջողություն գրանցել եւ այդ հավաքականը ոչ պարտադիր պատասխան գնդակ է խփում։ Այստեղ իրավիճակը, ճիշտ ասած, նախորդ տարիների իմ փորձից մի շատ ցավալի տպավորություն է միշտ թողել, որ հեսա մենք կոտրվելու ենք։ Երկու գնդակի առավելություն ունենք, ոչ պարտադիր սցենարային այդ տրամաբանությունից չբխող ինչ որ գոլ բաց թողեցինք։ Նորից գնդակիների տարբերությունը մեկն է եւ հիմա արդեն վերջում իռլանդացիները կգնան ճնշման։ Իռլանդացիները փորձում էին գնալ ճնշման, սակայն ճնշման բոլոր այդ փորձերը որևէ տրամաբանության շրջանակներում չէր տեղավորվում։ Գնդակ շատ վատ էին պահում, նրանց համար էլ այդ դաշտը այնքան հարազատ էր, այն իմաստով, որ այնքան վատն էր։ Ամեն տեղ, ամեն անկյունում, ամեն քառակուսի մետրի վրա այտենց բացված ընկած ինչ որ կտորներ, խոտի հողի կտորներ։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև Իռլանդիայում այնտեղ եղանակային պայմաններն ու առասարակ ամեն ինչ այնպիսին է, որ նրանց ֆուտբոլը հենց այդպես է՝ երկար խփել, առաջ պասեր, երկար բարձրից փոխանցումներ, պայքար երկրորդ հարկում, ուժային պայքար։ Իսկ այդ խաղը հենց կոպիտ ասած նրանց համար էր։ Այդ պայմանները ինչ որ չափով չակերտների մեջ նրանց համար էր, բայց իրենց համար ստեղծված այդքան նպաստավոր պայմաններում նրանք մեզ ոչինչ հակադրել չկարողացան, դեռ ավելին վերջին շրջանում կարող էին բարձ թողնել երրորդը եւ չորրորդը։ Մենք ցավոք սրտի այդ առիթներից օգտվել չկարողացանք։ Կարողացանք միայն մեկ անգամ, սակայն այնտեղ չնչին շատ չնչին Արթուր Սերոփյանի հարվածից հետո նկատեցին մրցավարները, վառի մրցավարները արձանագրեցին, որ փոխանցում կատարելիս Տիկնիզյանը գտնվել է խաղից դուրս վիճակում։ Ցավոք սրտի այդ գեղեցիկ գոլը չհաշվեցին, 3-1 չէ, 2-1 եւ մենք վերադառնում ենք մրցաշարի նավուսակին եւ ամենացավոտ թեմային, որը ինձ համար առանց այս
ընդգծելու թե ինչպես պետք է այս աղյուսակին նայենք այլ տրամաբանության շրջանակներում չեմ կարող պարզապես ձեզ հետ խոսել։ Եթե ես իմանամ, որ կան մարդիկ, ովքեր որ սրա հետ մեծ հույսեր են կապում, խնդրում եմ ալիքը շրջեք, մի 2 րոպե հետո կվերադառնաք։ Ինչի հետ է կապված այդ խնդիրը։ Երբ ֆուտբոլիստը եւ ինչ որ մարդ ինչ որ մեկ անգամ կարողանում է գլխից բարձր ցատկել, իսկ մենք գլխից բարձր ցատկել ենք։ Բոլոր այն խաղերից, որում մենք պոտենցիալ կարող էինք 3 միավոր նվաճել, մենք նվաճել ենք արդեն։ Դեռ ավելին, շատերի համար անգամ ոչ ոքին այս խաղում կլիներ նվաճում։ Եվ այս խաղից դենը այն կողմ որևէ հանդիպում չկա, որտեղ որ մեր հաղթանակի հավանականությունը 20% պլյուս է, հասկանում եք, եւ պետք է իրատես լինել։ Եվ ամեն մի հաջորդ խաղի մոտենալ որպես պարզապես մեկ խաղ, որը չի տրվում որևէ այլ խաղի հետ տրամաբանական կապի։ Մենք պետք է կոնտեքստից կտրենք այս մեկ հանդիպումը, հաղթենք եւ վերադարձնենք դնենք իր տեղը։ Այդ հանդիպումը, երբ որ վերադարձնում դնում ես իր տեղը, այդ բջիջը աշխատում է այնտեղ, միավորներ են գումարվում, մեր հանդիպումների քանակն է ավելանում, բայց մենք դրան չենք նայում։ Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս որևէ աղյուսակի չնայել այն տրամաբանությամբ, թե ահա հաջորդ խաղում էլ ոչ ոքի եւ հեսա մենք երկրորդ հորիզոնականը ապահովում ենք, իսկ եթե այնտեղ Պորտուգալիան էլ սայթակի, մենք առաջի տեղը կգրավենք։ Հրաշքներ լինում են, բայց հրաշքներ լինում են ընդհանրապես հեքիաթներում, իսկ հեքիաթներն էլ իր հերթին կյանքի են կոչվում կամ իրականանում են միայն այն մարդկանց հետ, ովքեր որ գիտեք ինչ պաշար ունեն կամ իրավունք ունեն նման հրաշքի հավատալու եւ արժանիորեն նման հրաշքներ տեղի ունենում են, բայց պետք է լինել օրինաչափության շրջանակներում։ Մեր հավաքականը վերջին տարիներին այնքան բարդ շրջաններ է ապրել, այնքան բարդ դժվարին իմ գործընկերը Արմեն Գարամյանը, ով բարբերաբար գեղեցիկ բառերով զարդարում է սեփական նախադասությունները, կգտներ նկարագրելու այդ ճանապարհը։ Դժվար է այդ ճանապարհը եղել եւ այդ ճանապարհից միանգամից կտրուկ անցում հավատացնում եմ չի լինելու եւ մենք Օլիմպոսի գագաթին կարճ չենք հասնելու։ Մենք պետք է պարզապես սիրենք մեր հավաքականը, քանի որ այն մեր հավաքականն է։ Եվ վերջնամասում ես ցանկանում եմ մեկ մարդու, մեկ նշանակման մասին խոսել, քանի որ նա ասել է այն ամենը, ինչ ես վերջին րոպեների ընթացքում երկար բարակ փորձեցի ասել։ Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նույն այս մտքերը ընդգծեց։ Եվ առաջին անգամ կարելի է ասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ գլխավոր մարզիչը մարդկանց փորձեց հանդարտեցնել։ Գիտեք ինչ, հանգստացեք, մենք գնում ենք խաղից խաղ, որևէ նպատակի մարտչև չի դրված, մեծ հաշվով դրվել է ճանաչել հավաքականը եւ փորձել կառուցել հավաքական, ապագայի համար հավաքական։ Օրինաչափ չի կարող լինել մեր հաջողությունը։ Այո, մենք ցանկանում ենք այդ հաջողությունը։ Խնդրում ենք Աստծուն ու աստվածներին, որպեսզի այդ հաջողությունը գրանցվի որքան հնարավոր է շուտ։ Բայց Եղիշե Մելիքյանը, կրկնում եմ, ցիտում եմ այդ նույն հարցազրույցի տարբեր մտքեր, ոչ ուղղակի մեջբերումներ են, սակայն կարևոր համարեց ընդգծել, որ այս հաղթանակը իր համար նվաճում էր, սակայն դա այն մասին չէ, որ մենք պետք է սկսենք հաշվել միավորներ եւ նայենք մրցաշարային աղյուսակի։ Առանձնահատուկ պետք է խոսել նշանակման մասին։ Այո, դա ինչ որ պայմանների, ինչ որ ճնշումների հետևանք է, բայց ոչ միշտ է եւ ոչ ամեն տեղ է, որ որևէ ճնշում որևէ արդյունք է տալիս։ Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր որ հավատում ու սիրում են հավաքականին, ժողովուրդ հարգելիներս, ոչ ոք ձեզ չի պարտադրում ֆեդերացիային սիրել, այնտեղի ներկայացուցիչներին։ Սիրեք մեր ֆուտբոլը ու մեր հավաքականին։ Մարշչիտ եւ այն տղաներին, ովքեր որ խաղում են, այդտեղ այդ դաշտում տվյալ խաղում։ Եվ դա ձեզ կստիպի, որպեսզի դուք գնաք ստադիոններ, երբ կրպագեք հայկական ակումբներին եւ արդյունքում ձեզ ավելի մոտ զգաք ու առասարակ ավելի լավ հասկանաք, թե ինչ է տեղի ունենում։ Եվ միգուցե այդ ժամանակ դուք էլ հասկանաք, որ այն իրավիճակը, որը որ կա հայկական ֆուտբոլում, այն ոչ նորմալ մոտեցումը, որը առկա է հայկական ակումբային ֆուտբոլի նկատմամբ,
որը չգիտես ինչով է պայմանավորված։ Մեր վերջին 5 տարիների ընթացքում 4 անգամ որակավորվել ենք Եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչ փուլ։ Մեր տարածաշրջանի ոչ բոլոր երկրներին է դա հաջողվում։ Իդեպ նաև ձեր կողմից գողերքված Վրաստանին, որը իդեպ ասեմ, որ գալիք տարի Եվրագավաթներում ունենալու է ընդամենը 3 թիմ մեր 4-ի համեմատությամբ։ Նրանք երբևիցե այսքան նահանջ չեն ունեցել։ Նրանք, ասեմ ձեզ, այն որ ասում են ռուսերեն դնո, այդտեղ են։ Վրաստանի ակումբային ֆուտբոլը, այո, հատել է հատակը եւ մեր տակի հարևանը չգիտեմ ով է, բայց այնտեղ գրունտային ջրեր են, այդտեղ է վրացական ակումբային ֆուտբոլը։ Հիմա դուք տեսնում եք միայն հավաքականի մասշտաբով նրանց հաջողությունը, ուրախ եմ, ես տեսնում եմ ակումբային ֆուտբոլ, որովհետեւ ես ակումբային ֆուտբոլում եմ ապրում, ես տեսնում եմ եւ դրա կարեւորությունն եմ տեսնում առասարակ մեծ ու գլոբալ առումով։ Հաջողակ հավաքական ստեղծելու հիմքը հենց այդտեղ է։ Պարզապես երկնքից ֆուտբոլիստներ չեն ընկնում։ Նրանք խաղում են ակումբներում եւ հետո գալիս հավաքական։ Այս թողարկմամբ մենք ազդարարում ենք, որ Բուն TV-ի եթերում վերադարձել է Sport Podcast Թեթանոսի հետը։ Հետայսու ամեն շաբաթ մեզ համար ավանդապես նույն ժամին, նույն օրը, երեքշաբթի օրը մենք հանդիպելու ենք եւ քննարկենք նախորդ շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Իսկ եւս մեկ թեմայի, ոչ ֆուտբոլային թեմայի ցանկանում եմ անդրադառնալ շատ հակիրճ ու կարճ։ Ուզում եմ բոլորիդ ասել, որ հոկտեմբերի հենց սկիզբ ամսի 4-ին Երևանում շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություն է տեղի ունենալու Armenian Marathon կայք կարող եք մտնել ու հասկանալ, որ 10-ամյակն են նրանք նշում եւ Երևանը այդ օրը լինելու է շատ սպորտային, լիքը մարդ դուրս է գալու փողոցները վազելու եւ ուրախացնելու։ Նրանց հետ նաեւ վազելու եմ ես, այնպես որ եթե ուզում եք Երևանը դառնա ավելի առողջ, գեղեցիկ, նվազագույնը գոնե նրանց, ովքեր որ դարձնում են առողջ ու գեղեցիկ, կարող եք ծափողջուներով աջակցել, այդ օրը սպասում ենք ձեզ փողոցներում ուրախ ժպիտը դեմքին, մի քիչ երևի ժամանակ ցուրտ կլինի, տաք հագնվեք։ Այնպես որ կհանդիպենք գալիք շաբաթ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, քանի որ մենք վերադարձանք։ Իսկ առասարակ Բուն TV-ն մի փոխեք, քանի որ մենք շատ հաճելի եւ գժական կոնտենտ ունենք։